Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ արդեն խաղային շաբաթվա վերջին հանդիպումը միասին կդիտենք, որտեղ կմրցեն Winter Cup-ի շրջանակներում Chelsea եւ Palermo։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Palermo-ից Վայո Ունանյանը պաշտպանում է դարպասը համար 1 Հովանես Սադաֆյան համար 4, Հակոբ Ավակյան համար 5, Կարեն Այվազյան համար 6, Կարապետ Տաշյան համար 10, Արսեն Ադամյան համար 11, Նաթիմի Ավակտե Գրիգոր Հովանեսյան համար 13, Նորայ Անդրեասյան համար 16 եւ Արամ Մարտիրոսյան համար 26։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկնարկի համար, կա մրցավարի Սուլիչ ու մեկնարկած է հանդիպումը։ Էրիկ Պողոսյանը պաշտպանում է Chelsea դարպասը համար 1, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ռոման Գինոսյան համար 9, Ժիրայ Պապիկյան համար 10, ով թիմի ավակն է։ Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Գևորգյան համար 18, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Տիգրան Ճուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերջյան համար 99։ Պայեստային դարպասապանն է Հրայ Հակոբյան համար 95։ Հիմա Գրիգորյանը հենց հարված կատարեց դարպասի ուղղությամբ, բայց այստեղ փակվեց Գրիգորյանի հարվածի ճանապարհը։ Տեսնենք այս անկյունային խաղարկումը, առաջին անկյունային խաղարկումը ինչ կտա Chelsea-ին։ Նալբանդյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցում, բայց այստեղ Հունանյանը վերցրեց գնդակը առանց որևէ խնդիրների, իսկապես անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպում է այս հանդիպումը երկու թիմերի համար էլ, ովքեր իհարկե Winter Cup մրցաշարում բավական մեծ փորձ ու հաղթանակներ ունեն տարած, քիչ աս նաև կծանոթացնեմ այն թիմերին, ովքեր ընդգրկված են այս երկու թիմերի հետ միասին միևնույն խմբում եւ ինչպիսի շանսեր ունեն այս թիմերը իհարկե խմբային հաղթանելու համար։ Հիմա Արսեն Ասատրյանն է գնդակով կա փոխանցում, բայց Մարտիրոսյանը փակեց Ասատրյանի փոխանցման ճանապարհը ու թույլ չտվեց, որպեսզի գնդակը անցնի իրենից, ակտիվ մեկտարկ է տվել հանդիպմանը Chelsea-ն հենց սկզբից, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում, մրցակիցը Palermo-ն է, ով բավական մեծ փորձ ու ձեռքբերումներ ունի ԱՖ-ում։ Գրիշա Գրիգորյանն է գնդակով, ուղարկեց գնդակը Գևորգյանի ուղղությամբ, բայց այստեղ կարողացան Գևորգյանի ոտքի տակից հեռացնել գնդակը։ Երկրորդ տեմպով է ընթանում Chelsea գրոհի մայլ Ասատրյանի փոխանցման ճանապարհը փակվեց ու արդեն աշի եզրով Հովանեսյանն է զարգացել արագություն, բայց փոխանցման ճանապարհը փակվեց Հովանեսյանի ու Եզիսկ նետի հիմա Palermo-ն։ Սադաֆյան գեղեցիկ փոխանցում էր դեպի Ավակյանը, բայց Ավակյանի կատարած փոխանցումը բավական բարձր ստացվեց, սա էլ Palermo-ի վտանգավոր գրոհներ, իսկապես երկու թիմերն էլ միմյանց հնարավորություն չեն տալու այս խաղում, փորձելու են վաստակել իրենց հնարավորություն տված 3 միավոր այս տուրում, իհարկե եկեք հիմա ծանոթանանք այս թիմերի մրցաշարային աղյուսակին, այն 18 թիմերին ներկայացնեմ, ովքեր ընդգրկված են այս խմբում, Watford, Newcastle, Juventus, այս թիմերը այս պահին ունեն 9 միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը 3 անցկացած հանդիպումից հետո տանելով նույնքան հաղթանակ։ Manchester City-ն ունի 6 միավոր, բայց 1 հանդիպում պակաս է անցկացրել եւ Վերդերը, Ատալանտան ու Palermo-ն ունեն վաստակած 3-ական միավոր։ Այո, Palermo-ն կարողացել է 1 հաղթանակ տանել։ Պապիկյան բացել է պետք հաշիվը ու հիմա դարպասածողն է օգնության գալիս Palermo-ին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Այո, վտանգավոր է իսկապես Ժիրայ Պապիկյանի կատարած հարվածը, բայց միայն դարպասածողը հիմա օգնության եկավ Palermo-ին։ Այո, Chelsea-ն ունի այս պահին իր ակտիվում վաստակած ընդամենը 1 միավոր, Chelsea-ն պարտությամբ մեկնարկեց Winter Cup-ը պարտվելով Ատալանտային 0-3 հաշվով, բայց հետո ոչ ոքի էլ խաղաց 2-2 հաշվով Mainz-ի հետ ու առայժմ այդ 1 միավորն է Chelsea-ի անվան դիմաց գրված լուսատախտակի վրա։ Իսկ այսօր հաղթանակի դեպքում Chelsea-ն կշրջանցի մրցաշարային աղյուսակում Palermo-ին, քանի որ 2 միավոր է բաժանում թիմերից միմյանցից, իսկ իհարկե հաղթանակ տանելու դեպքում Chelsea-ն 1 միավոր կգերազանցի մրցակցին, բայց
Իհարկե պարտություն կրելու դեպքում կամ ոչ ոքի խաղալու դեպքում ամեն ինչ կմնա անփոփոխ։ Հիմա Ադամյանը հարված կատարեց, բայց Պողոսյանը տեղում էր։ Ասատրյանն էլ այստեղ հեռացեց գնդակը որքան հնարավոր է հեռու։ Գևորգյան լավ կասեցում էր ու լավ փոխանցում դեպի աչեզում գտնվող Նալբանդյան, Ալեքսանդր Նալբանդյան այստեղ չանցավ։ Նալբանդյանի փոխանցումը թույլ չտվեցին անցնել, այո, եթե անցներ այստեղ Ալեքսանդր Նալբանդյանի կատարած փոխանցումը այնպես ինչպես նա մտածել էր, բավական լավ հնարավորություն 20-ային հարված կատարելու Չելսիի ֆուտբոլիստները, ովքեր այդ պահին գտնում էին հարձակման գծում, բայց եղավ այն ինչ եղավ։ Հիմա տեսնենք ամենակարևոր ինչ է պատել Նալբանդյանին, հուսանք որ վնասված չի ստանա հիմա Ալեքսանդր Նալբանդյան այս կարևոր պահին նա կանգնեց ոտքի եւ այո կմնա խաղադաշտում ու կարողանա շարունակել իր ելույթները թիմի կազմում։ Հունանյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, գլորես գնդակը Մարտիրոսյանի ուղղությամբ։ Կարողացան այստեղ դուրս գալ Պալերմոյի ֆուտբոլիստները, բայց ոչ այնքան հեռու։ Հիմա էլ խլեց գնդակը Սադաֆյան ուղարկելով Արսեն Ադամյանին։ Կրկին Սադաֆյան, նորից Ադամյանին է ուղարկում գնդակ ու գրոյի տեղափոխություն դեպի Ձախ եզր։ Ադամյան գուցե հեռվից փորձի Արսեն Ադամյանը կա հարվածը, բայց շեղությամբ է ստացվում։ Արսեն Ադամյանի կատարած հարվածը իհարկե Ադամյանին նմանատիպ տարածություններից պետք չէ հարվածի հնարավորություն տալ, նա բավական վտանգավոր է մրցակիցների համար եւ կարծում եմ այդ ամենին քաշ տեղյակ են Չելսիի ֆուտբոլիստները։ Արմեն Ասատրյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Պապիկյանով, Ձախ եզրով շարժվում է առաջ։ Պապիկյան, բայց այստեղ մի փոքր թույլ ստացվեց Պապիկյանի կատարած փոխանցումը դեպի Գևորգյան ու Պալերմոն է փորձում հերթական գրոններից մեկը զարգացնել։ Ստացվեց հիմա այդ Պապիկյանի փոխանցումը չանցավ, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Արսեն Ադամյանի կողմից Արմեն Ասատրյանի դեմ պայքարում, բայց իհարկե միտում չկար Ադամյանի գործողություններում այստեղ մոտեցավ ու օգնեց մրցակցին ոտքի կանգնեց ապարությունները Արսեն Ադամյանի այս գործողությունների համար։ Ֆուտբոլը ֆուտբոլ, բայց իհարկե դաշտում առաջնային թիմերը իհարկե դասում են մեկը մյուսի առողջությունն ու նշանակությունը խաղադաշտում։ Դիգան Չուխաջյանն է ստանում գնդակ ուղարկելով Արմեն Ասատրյանին, Պողոսյան Խորքից փոխանցում տեսանք Պողոսյանի կողմից, բայց այստեղ ոչ ոք չկարողացավ արձագանքել գնդակին ու եզից կնետի Պալերմոն։ Գրիգորյանը կատարեց եզրայինետում անհաջող ստացվեց Ժիայր Պապիկյան, բայց այստեղ Ասատրյանի կատարած փոխանցումը անհաջող էր ու կարծես հիմա էլ վնասվածք է ստացել Պալերմոյի ֆուտբոլիստը Ասատրյանի դեմ պայքարում, բայց իհարկե Ասատրյանը չէր խախտել խաղի կանոնները, թիկունքով էր մրցակցին եւ եթե նույնիսկ հպում եղել էր, ապա նա չէր տեսել իհարկե մոտեցող մրցակցին, կարծես Սադաֆյանն է վնասված ստացել։ Այո, Սադաֆյանն է, բայց ամեն ինչ կարգին է Հովհաննես Սադաֆյանի հետ ու նա հիմա արդեն ոտքի կարողացավ կանգնել եւ շարունակում է հանդիպումը, կա մրցավարի սուլիչը, խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Արսեն Ադամյանը, բայց վերջինս չկարողացավ հարված կատարել դարպասի ուղղությամբ։ Չուխաջյան Արմեն Ասատրյան շատ լավ նկատեց Գևորգյանին, բայց այստեղ կրկին խլեցին գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները ու փորձում են հասնել հակակրոյի Ադամյան դեպի Ձախ եզր կատարեց փոխանցում, այստեղ Նալբանդյանն է պայքարում մրցակցի դեմ, բայց մնաց գնդակով Պալերմոյի ֆուտբոլիստը։ Հիմա էլ Չուխաջյանը եկավ օգնության ու հեռացեց գնդակը Արսեն Ադամյան, երկրորդ տեմպով է գրովում Պալերմոն, բայց Ադամյանի կատարած փոխանցումից հետո գնդակը բաժինացավ դարպասապահ Պողոսյանով նետեց թիմի ավակ Պապիկյանի ուղղությամբ, գցեց գրոյի տեմպ այստեղ Ժիայր Պապիկյանը, իհարկե հասկացավ, որ չկան տարբերակներ եւ անիմաստ է առաջ շարժվել ու հիմա արդեն սկսեն խորքից Պողոսյան դեպի
Գրիշա Գրիգորյանը փոխանցում տեսանք Կրկին Պողոսյան Արմեն Ասատրյանին ուղարկեց գնդակ ու այո Չելսին խաղարկումներով փորձում է սկսել երթական գրոններից մեկը Գրիշա Գրիգորյան նկատեց Չուխաջանին ու Պողոսյանն էլ Արմեն Ասատրյանի հետ խաղարկեց լավ էր մտածել Ասատրյանը այստեղ բայց Գևորգյանը շկասեցրեց այստեղ գնդակը այլապես իսկապես շատ լավ փոխանցում նախ կստացվեր հետո էլ եթե կասեցներ գնդակը Գևորգյանը ապա ոչ ոք չէր խանգարում նրան մոտենալ դարպասին Անդրեասյանն Ալբանյանն է պայքարում նրա դեմ ու խլեց գնդակը հասցրեց այստեղ Նալբանյանը փոխանցել Չուխաջանի ուղղությամբ Արմեն Ասատրյան շատ լավ փոխանցում հիմա Գևորգյանը կասեցեց գնդակը Պապիկյանի ուղղությամբ ուղարկեց կպա իհարկե Պապիկյանը գնդակը դաշտի սահմաններում Արմեն Ասատրյան գուցե ինքն էլ փորձի բայց Կրկին փոխանցում հետևեց ու բարձր է հիմա ստացվում Արմեն Ասատրյանի կատարած փոխանցումը Եվ հարված կլինի Պալերմոյի դարպասից Մարտիրոսյան այստեղ Գրիգորյանը Հագեց Մարտիրոսյանի փոխանցման ճանապարհը ու սկսում է Չելսին երթական գրոններից մեկը Արմեն Ասատրյան Արսեն Ասատրյանին ուղարկեց գնդակը Պապիկյան բայց այստեղ չհասցրեց Պապիկյանը գնդակ ուղարկել խաղընկերոջը Պալերմոյի գրոնն էլ կասեցեցին այստեղ Չելսիի ֆուտբոլիստները հիմա Պապիկյանը շարժվում է առաջ զարգացնելով արագություն ձախ եզրում Ժիայ Պապիկյան բայց այստեղ փոխանցումը չանցավ Պապիկյանի կատարած Սադաֆյան չկարողացավ այստեղ հաջող կերպով կասեցնել գնդակը, բայց Անդրեասյանը արեց դա նրա փոխարեն գեղեցիկ գործեց հիմա Անդրեասյանը Գրիգորյան դեպի աճեզր է ուղարկում գնդակը բայց այստեղ Չուխաջյանը մաքուր կերպով կարողացավ խլել գնդակը մրցակցից ու Չելսին խաղարկում է գնդակը Նալբանդյան հերվից հարվածի փոր չեղությամբ է ստացվում Նալբանդյանի կատարած հարվածը Փոփոխություն եղավ երկու թիմերի կազմում էլ Պապիկյանի փոխարեն հիմա հանդիպումը կշարունակի Ռոման Գինոսյանը ու տեսնենք Ավակյանի փոխարեն էլ այո Տաշչյանը մտավ խաղադաշտ տեսնենք թիմերի ֆուտբոլիստները այս փոխարինումից հետո ինչ փորձ են անել Գևորգյան գեղեցիկ էր բայց փոխանցում ուժեղ ստացվեց Գևորգյանի կատարած կարծես Ավակյանը չէր փոխարինվել այո Կարեն Այվազյանն էր եկել խաղադաշտը ու նրա փոխարենը Տաշչյանը մտել խաղադաշտ հիմա Տաշչյանն էլ կատարեց փոխանցում բայց գնդակը բաժին հասավ Չելսիի դարպասապային Չուխաջյան Շատ լավ է նկատել Չուխաջյանը Գևորգյանին, բայց գնդակը չհասավ նրան ու հիմա եզրից կներքի Պալերմոն, բայց միջ այդ փոփոխություն Չելսիի կազմում Գևորգյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Վլադիմիր Ալավերդյանը Գրիշա Գրիգորյան Գեղեցիկ անցում ստացվեց Գրիգորյանի կողմից, բայց վերջի պահին Մարտիրոսյանը խանգարեց նրան ու շատ փայլուն փոխանցում է հետևում դեպի Ավակյանը Անդրեասյան տեսնենք այս գրոհիչ կտա Պալերմոյին Անդրեասյանը հարված ու Պողոսյանը կարողանում է հեռացնել գնդակը անկյունային հիմա կիրացնեն Պալերմոյի ֆուտբոլիստները, բայց որքան արագ ու վտանգավոր հակակրող կարողացավ կազմակերպել այստեղ Պալերմոն մեկ ակնթարթում
Տաշյանն է փոխանցում կատարում։ Հերո գնաց այստեղ գնդակը բավականում դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա եզից կնետի Չելսին։ Նալբանդյան ուղարկեց գնդակը Տիգրան Չուխաջյանի ուղղությամբ, վերջինս էլ հասցեագրում է Դարպասապա Պողոսյանին գնդակ ու ստանում հիմա Ասատրյանից պատասխան փոխանցումը։ Գրիշա Գրիգորյան Ալավերդյան այստեղ գեղեցիկ շահեց դիրքը, Ալավերդյանը կհասնի այս գնդակին անկասկած։ Տեսնենք ինչ որոշում հիմա կկայացնի Վլադիմիր Ալավերդյանը, բայց եզրային նետում է նշանակված Չելսիի օգտին, այո, Ալավերդյանի չէր դիպել գնդակը, վերջին պահին Պալերմոյի ֆուտբոլիստն է շեղել գնդակի ուղղությունը։ Ալավերդյան հիմա ավելացրեց, բայց այստեղ անկյունային հարված իրացի Չելսին, այո, պաշտպանը վերջին պահին շեղեց կրկին գնդակի ուղղությունը։ Տեսնենք այս անկյունային ինչ կտա Չելսին, Նալբանդյանն է գնդակի մոտ։ Ցածից հետևեց փոխանցում, իսկ այստեղ էլ չի ստացվում Ասատրյանի կատարած հարվածը, Արսեն Ասատրյանն է տվյալ դրվագում, բայց եւս մեկ անկյունային է նշանակված, այո, կրկին Պալերմոյի ֆուտբոլիստին է դիպել գնդակը վերջում։ Նալբանդյան այստեղ հանձնեց գնդակը մրցակցին Նալբանդյանը ու սկսում է Պալերմոն իհերթական գրոններից մեկը, բայց այս փոխանցումը Գրիշա Գրիգորյանը կանխեց։ Կինոսյան դիպել էր այո գնդակը Տաշյանի ձեռքին, սուլեց մրցավարը։ Տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Չելսին, Չուխաջյանն է հարվածում, բայց պատկացված ֆուտբոլիստներին դիպավ գնդակ ու դուրս չեկավ դաշտի սահմաններից, հիմա էլ Գրիգորյանը փակեց մրցակցի ակագրոյի ճանապարհը, բայց Պալերմոն այնուամենայնիվ այստեղ փորձեց գրոհը սկսել նորից ու չստացվեց։ Ասատրյան հաստրեց փոխանցում կատարել այստեղ Գրիշա Գրիգորյանի ուղղությամբ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եզրային նետում կիրացնի հիմա Պալերմոն, Արսեն Ադամյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցումը, հարված եք տեսնում ու այստեղ Ավակյանի կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ, այլապես կարող էինք տեսնել առաջին գնդակ այս խաղում։ Արմեն Ասատրյան Հարությունյանին գտավ դաշտի կենտրոնում։ Գինոսյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում, կա փոխանցում դեպի Չուխաջյանը։ Արմեն Ասատրյան շատ լավ է նկատել Աշեզում գտնվող Նալբանդյանին, բայց փոխանցումը չհասավ նրան, հիմա երկրորդ տեմպով է գրոհում Չելսին։ Գրիշա Գրիգորյան կա փոխանցում ու այստեղ էլ Հովհաննիսյանը հեռացեց գնդակը։ Նորից գնդակով Արմեն Ասատրյանն է։ Դեպի աջ փոխանցում տեսան Գրիշա Գրիգորյան։ Բայց Գրիգորյանի կատարած փոխանցումից հետո Դարպասապահը առաջին արձագանքեց գնդակին ու վերցրեց այն։ Հովհաննիսյան
Դեպի Անդրեասյանը փոխանցում կատարեց այստեղ էլ գնդակայը դուրս է եկել դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Գրիշա Գրիգորյան Պողոսյանին հասցեակում գնդակը վերջինս է դեպի Արմեն Ասատրյանը փոխանցում կատարեց Նորից Գրիգորյանն է գնդակով առաջ շարժվում Այո, բավական անցել է արդեն առաջի խաղակեսից, դեռ չունեն խփված գնդակ, բայց հանդիպան տեմպն ու ընթացքը բավական բարձր է։ Մարտիրոսյան այստեղ Գրիշա Գրիգորյանը ֆանտաստիկ պաշտպանվեց, իսկապես սա անկումը անթերի կարողացավ կատարել, հիմա էլ Ասատրյանն է ուղարկում գնդակը առաջ, Ալավերդյան Գրիշա Գրիգորյանի հետ խաղարկեց Հարությունյան, կրկին Ալավերդյան հասավ գնդակը ձախ եզում գտնվող Գինոսյանին Արմեն Ասատրյան, գուցե հարվածի Ասատրյանը ոչ փակվեց գնդակի ճանապարհը Ալավերդյան ինքն է հարվածում ու բարձր է ստացվում Ալավերդյանի կատարած հարվածը Գրիգորյան Ավակյանն է ուղարկում գնդակ այստեղ Հովանեսյանը, բայց Չելսիի մոտ չստացվեց խլել գնդակը մրցակցից, այստեղ Ադամյանն ու Նալբանդյանն են պայքարում միմյանց դեմ երկու գերարագ ֆուտբոլիստներ, բայց այստեղ մնաց գնդակով Ադամյանը հասցրեց փոխանցում կատարել Տաշյան վտանգավոր է ինչու չհարվածեց Տաշյանը դարպասի ուղղությամբ Անկյունային հարված հիմա կիրացնի արդեն Պալերմոն Կա փոխանցումը հեռացված է գնդակը Մարտիրոսյան Ադամյանն է ստացել գնդակը Ձախ եզրով գեղեցիկ անցում է, լավ փոխանցում, վտանգավոր է, տեսնենք այս գրոհիչ գտա Պալերմոյի Տաշյան, բայց ոչինչ կարողացան Չելսիի ֆուտբոլիստները իրենց լավ վերադասավորվելու շնորհիվ խլել գնդակը մրցակցից, իսկ Նալբանդյանը հիմա շատ լավ է նկատել Գինոսյանին, կատարեց փոխանցում Ռոման Գինոսյան, բայց այստեղ Տաշյանը լավ պաշտպանվեց Գինոսյանի դեմ, Հարությունյանն է մնում գնդակով, Արմեն Ասատրյան Պողոսյան, կրկին Ասատրյան ու գրոհի տեղափոխություն Գրիշա Գրիգորյանի ուղղությամբ Չուխաջան, գուցե հեռվից փորձի Չուխաջանը ոչ ձախ եզր ուղարկել գնդակը Գինոսյան գեղեցիկ էր անցումը հարված Չուխաջան վտանգավոր է կա փոխանցումը ու Ալավերդյանը գրավում է Ոչ չի գրավում դարպաս, այո, առաջին տպավորությունն այնպիսին էր, որ գնդակը հայտնվել էր դարպասում, բայց Ալավերդյանի կատարած հարվածը կողքից դիպավ ցանցին ու չհայտնվեց դարպասում, այո, բարդ էր այս իրավիճակում տեսնել այդ ամենը, բայց մրցավարը կայացեց հստակ որոշում, հիմա կար խախտում Ադամյանի դեմ պայքարում Առաջի կեսը մոտենում է ավարտին, 2 րոպե ընդամենը առաջի խաղակեսի հիմնական ժամանակի ավարտին, բայց չունեն խփված գնդակ այս հետաքրքիր խաղում, ինչը իհարկե հանդիպման ընթացքի հետ չի համապատասխանում։ Կա մրցավարի սուլիչը Ադամյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտ ինչի կվերածի Պալերմոն Ադամյանն է հարվածում ու գնդակը դիպավ պատկասված ֆուտբոլիստներին։
Ադամյան, Եզիս նետեց ու Ալավերդյանը հեռացեց գնդակը։ Ռոման Գինոսյանը հիմա Չելսին փորձում է արագակը գրոյի անցնել։ Ասատրյանն է գրո տեղափոխեց Նալբանդյանի ուղությամբ։ Նալբանդյան անցավ այստեղ Մարտիրոսյանին, Նալբանդյան կա փոխանցումը, Գինոսյանը հարված ուշեղությամբ է ստացվում Ռոման Գինոսյանի կատարած հարվածը։ Այո, բավական արագ Չելսին կազմակերպեց հակագրով, բայց եզրափակել այն տրամաբանորեն ստացվեց։ Գրիգոր Հովհաննիսյան, Մարտիրոսյանն ուղարկեց գնդակ այստեղ Հովհաննիսյանը։ Անդրեասյան, Ադամյան։ Շարժվում է առաջ Ադամյանը, այստեղ բայց մաքուր գործեց Գրիշա Գրիգորյանը սահանքում կատարելով։ Ու հիմա Հարությունյանն է զարգացնում Չելսի հերթական գրոներից մեկը դեպի Գինոսյաններ հետև Գինոսյան պետք է գրավել դարպասու 1-0 Չելսի խաղակեսի վերջում ասում բացում է հանդիպան հաշիվը։ Գոլ միջև ընդվիճում, այո, վերջին րոպեին կարողանում է Չելսին առաջ անցնել հանդիպան հաշվի մեջ, իսկ Գինոսյանի անցումն ու դարպասը գրավելը գեղեցիկ ստացվեց, բայց մինչ այդ ինչպիսի փոխանցում կարողացավ կատարել Էդիկ Հարությունյանը, բրավո, իսկապես Հարությունյանի կատարած փոխանցման մասին խոսքերն ավելորդ են առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է կարճ դադար, որից հետո կվերադառնանք միասին դիտելու այս հետաքրքիր ու դիտարժան հանդիպումը։ Սիրելի ֆուտբոլիստներ, մեկնարկում է Չելսին ընդդեմ Պալերմոյի հանդիպան երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո ունենք ընդամենը խփած 1 գնդակ խաղակեսի վերջի րոպեին կարողացավ Ռոման Գինոսյանը առաջ մղել Չելսին հանդիպան հաշվի մեջ, ու հիմա երկրորդ կեսում տեսնենք ինչ կմատուցեն մեզ թիմերը։ Եկեք եւս մեկ անգամ հայացք նետենք այս գրոյից հետո թիմերի հայտարարություններին, հիմա խախտեց խաղի կանոնները Ռոման Գինոսյանը, այո։ Անդրեասյանի դեմ պայքարում, հիմա տեսնենք ինչ է պատահել Անդրեասյանին։ Հուսանք, որ կարողանա շարունակել, ոչ փոխարինվում է Անդրեասյանի հիմա, այո։ Ձգեց մկան ամենայն հավանականությամբ ու հիմա դաշտից դուրս նրանք փորձեն օգնություն ցուցաբերել հանդիպումը հիմա շարունակվում է մրցավարի սուլուկից հետո եւ այսպես Պալերմոյի դարպասը պաշտպանում է Վայե Հունանյանը համար 1, Հովհաննես Սադաֆյան համար 4, Հակոբ Ավագյան համար 5, Կարեն Այվազյան համար 6, Կարապետ Տաշյան համար 10, Արսեն Ադամյան համար 11, Գրիգոր Հովհաննիսյան համար 13, Նորայ Անդրեասյան համար 16 եւ Արամ Մարտիրոսյան համար 26 Էդիկ Պողոսյանը պաշտպանում է Չելսի դարպասը համար 1, Գրիշա Գրիգորյան համար 7։ Հիմա Պողոսյանը դուրս եկավ ու վստահ կերպով հեռացեց գնդակը, այլապես Սադաֆյանը կարող էր հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Պապիկյանն է գնդակով։ Գևորգյան գեղեցիկ էր, Գևորգյան 2-0 Չելսին կրկնապատկում էր առավելությունը, ինչպիսի գեղեցիկ խաղարկումներ էին Պապիկյան ու Գևորգյանի կատարմամբ, վերջինս էլ գրավեց մրցակցի դարպասը 2-0։ Տեսնենք արդեն 2 գնդակի առավելություն ունի Չելսին հանդիպան հաշվի մեջ ու ինչ կփորձի անել այս պարագայում Պալերմոն, չասրի նույնիսկ ավարտել Չելսի կազմը, եկեք հիմա եւս մեկ անգամ արագորեն ծանոթացնեմ Չելսի հայտարարությունը Պալերմոին արդեն ներկայացեցի։ Էդիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ռոման Գինոսյան համար 9, Ժիայր Պապիկյան համար 10, ով նաև թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էդիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Գևորգյան համար 18, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Տիգրան Չուխաջյան համար 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99 Գինոսյան ցածրից փոխանցում այս անգամ, բայց Ասատրյանը գնդակին հասնել չկարողացավ, քանի որ խաղընկերոջ փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց։ Մարտիրոսյան
Դեպի առաջ փոխանցում կատարեց Մարտիրոսյան, այստեղ պայեցին գնդակը Պալերմոյի ֆուտբոլիստները, Ադամյան հերվից է հարվածում ու Պողոսյանը կարողանում է այստեղ բռունցքներով հետ մղել գնդակը։ Եզրային նետում հիմա Կիրաստի Պալերմոն։ Ադամյան ուղարկեց գնդակը առաջ, բայց այստեղ խլեց Չելսին մրցակցից գնդակը, Գևորգյան ստացվեց այստեղ գնդակը հասցեակել Պապիկյանին, այլապես վտանգավոր կլիներ Արսեն Ադամյանն է զարգացնում արագություն, բայց Պողոսյան այստեղ խանգարեց Ադամյանին իհարկե իր դարպասից դուրս գալու շնորհիվ։ Չուխաջյան Արսեն Ասատրյան ուղարկեց Գինոսյանի ուղղությամբ գնդակը, վերջինը շարժվում է առաջ աջ եզրով, Ռոման Գինոսյան և անկյունային հարվածք իրացնեն հիմա Չելսիի ֆուտբոլիստները։ Պապիկյան ուղարկեց գնդակը Տիգրան Չուխաջյանին, նորից Պապիկյանն է ստանում գնդակը, փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց Անդրեասյանը փակեց գնդակի ճանապարհը։ Սադաֆյան փորձեց հեռացնել, այստեղ չստացվեց ու քիչ էր մնում խլել գնդակը Չելսին, բայց վերջին պահին հաջող գործեցին Պալերմոյի պաշտպանները։ Գինոսյան ինքն լարվածեց, բայց Հունանյանը այստեղ անդրադարձի շնորհիվ կարողանում է վերցնել գնդակը։ Հակոբ Ավակյանն է գնդակով։ Ուժեղեր այս փոխանցումը իհարկե։ Պողոսյանը վերցրեց գնդակը նետելով Ժիրայր Պապիկյանին։ Պապիկյան Չուխաջյանի ուղղությամբ կատարեց փոխանցում, Արմեն Ասատրյան ու շատ լավ գրոհի տեղափոխություն է դեպի Գինոսյանը, բայց այստեղ գնդակը առաջինը հասավ Պալերմոյի ֆուտբոլիստին, Արսեն Ադամյան, Սադաֆյանին է ուղարկում գնդակը, ստանում պատասխան փոխանցումը։ Ավակյան, բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Պապիկյանը կարողացավ վերացնել գնդակը, Գինոսյան դեպի Գևորգյանը փոխանցում է հետևում, բայց Մարտիրոսյանն էլ այստեղ փայլուն գործեց վերջի պահին հագելով գնդակի ճանապարհը Եզիսկ նետի Պալերմոն։ Արսեն Ադամյան թողեց գնդակը Ավակյանին։ Անդրեասյան մեկը մեկի դեմ պայքար, բայց այստեղ հաջող պաշտպանվեց Չուխաջյանը, ու Ռոման Գինոսյանն էլ սկսում է Չելսիի գրոհը։ Ասատրյան Հարությունյանն է թողնում գնդակը, Ռոման Գինոսյան բարձից շատ լավ նկատեց Գինոսյանը այստեղ Գևորգյանին, բայց դրա կատարած հարվածը բարձր ընթացավ, իսկապես լավ հետագից ունեցավ գնդակը Գինոսյանի կատարած փոխանցումից հետո, բայց ընթացքից Գևորգյանը չորսաց այն։ Ադամյան թողնում է գնդակը թիմի պաշտպանին, Մարտիրոսյանն է աջ եզրում ստանում գնդակը, կրկին Ավակյան, Արսեն Ադամյան,
Բայց այստեղ չանցավ Ադամյանի կատարած փոխանցումը, չնայած մնաց գնդակը Պալերմոյի մոտ, իսկ Այվազյանի կատարած փոխանցումն էլ բաժինացավ Չելսիի պաշտպաններին։ Տիգրան Չուխաջյան Հարությունյանի հասցեագրում գնդակը, կրկին Չուխաջյանն է ստանում գնդակը ու գլորում են Չելսիի պաշտպանները։ Գնդակը պաշտպանությունում Հարությունյան, այո երկու գնդակը, այնպես չէ որ այսպիսի խաղում դեռ հաղթանակ է, բայց շատ վստահ են հիմա իրենց գում երկու գնդակի առավելությամբ պայմաններում Չելսիի ֆուտբոլիստները։ Ժիայ Պապիկյան դեպի ձախ ուղարկեց գնդակը, բայց այստեղ Գևորգյանի փոխանցումը չանցավ։ Պողոսյանն է դուրս գալիս դարպասից ու տիրում գնդակին, Ժիայ Պապիկյան։ Այո շատ լավ հանդիպում են իսկապես այսօր անցկացնում Չելսիի ֆուտբոլիստները։ Հիմա Պապիկյանը կորցրեց գնդակը ու Պալերմոն գուցե արագ կազմակերպի, բայց Չուխաջյանը դա թույլ չտվեց։ Գևորգյան կհասցի այս գնդակին։ Գևորգյան ու վաստակեց անկյունային արվածի հնարավորություն, կարծես Գևորգյանը, այո։ Պապիկյան հիմա կիրացնի անկյունայինը։ Բարսից փոխանցումը, այստեղ Ասատրյանն էլ հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց բարձր ստացվեց Արսեն Ասատրյանի կատարած հարվածը։ Սկսում է Պալերմոնի հերթական գրողներից մեկը։ Ադամյան դեպի աչ ուղարկեց գնդակը։ Սադաֆյանն է ստացել գնդակը կենտրոնում։ Այվազյան դեպի Տաշչյանը փոխանցում տեսանք Արսեն Ադամյանին է ուղղված այս գնդակը, բայց Արսեն Ասատրյանը հասավ գնդակին, հիմա էլ Արմեն Ասատրյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում։ Չուխաջյան Ռիսկի դիմեց այստեղ Տիգրան Չուխաջյանը, բայց լավ է, որ ամեն ինչ կարգին ավարտվեց Չելսիի համար։ Գևորգյան հետ փոխանցում կատարեց, Ասատրյանն էլ ուղարկում է գնդակը Հարությունյանի ուղղությամբ, կրկին Չուխաջյանն է ստացել գնդակը։ Շատ վստահ է իմ ազգում իրեն դաշտում Չելսին իսկապես երկու գնդակի առավելությունը ինչի մասին կարող է խոսել։ Եթե լիներ հանդիպանաշիվը 1-0 կամ 2-1, ապա այսպիսի հանդարտություն չէինք տեսնի խաղում, բայց իհարկե դեռ կա բավական խաղաժամանակ եւ եթե արագորեն կարողանա Պալերմոն 1 գնդակ ետ բերել, ապա բավական բարձր ու ինտրիգային վերջնաբանք ունենանք։ Ստանդարտ դիմակ իրացնեն Չելսիի ֆուտբոլիստները։ Հիմա Գրիչա Գրիգորյանն է վերադառնում խաղադաշտ Արմեն Ասատրյանի փոխարեն։ Կա մրցավարի սուլիչը Հարությունյան։ Սացրից հարվածեց, վտանգավոր հարված էր, բայց այստեղ դարպասապան Հունանյանը կարողացավ հեռացնել գնդակը, անկյունային կիրացնի հիմա նորից Չելսին։ Պապիկյանն է կրկին իրացնելու այն։ Շիայ Պապիկյան, Բարսից փոխանցում, բայց անհաջող ստացվեց այս փորձը Պապիկյանի։ Գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Անդրեասյան հաջող կասեցում էր։ Ավակյան, բայց այստեղ Արսեն Ասատրյանն է խլում գնդակը։
հարված ստացավ հիմա դեմքին Պալերմոյի ֆուտբոլիստ իհարկե չկար խաղի կանոնների խախտում, բայց գնդակը անհաջող անդրադարձ ունեցավ ու դիպավ, եթե չեմ սխալվում Գրիգոր Հովհաննիսյանն է, այո, խաղացածքին նրա դեմքին դիպավ գնդակը Այո, ամեն ինչ կարգին է Հովհաննիսյանի հետ Նա մնաց խաղադաշտում, հիմա փոփոխություն տեղի ունեցավ Չելսիի կազմում ու տեսնենք ինչ ընթացք ունենա հանդիպումը այս պայից սկսած Ալավերդյան, այո, Ալավերդյանը վերադարձավ կրկին խաղադաշտ Գրիշա Գրիգորյան Շատ լավ է նկատել Ալավերդյանին, բայց բավական բարդ էր այստեղ հասնել գնդակը նրան փորձեց ամենայն դեպս Ալավերդյանը ու Ստացվեց, հիմա Կինոսյանը կկատարի եզրային նետումը Արսեն Ասատրյան Բայց Կինոսյանը համար պայքարի շնորհիվ փորձեց խլել գնդակը, իհարկե վերջի պահին չստացվեց Արսեն Ադամյանին ուղղված գնդակը փորձեց կրունկով իր հետ տանել Ադամյանը, բայց բավականաչափ բարդ էր նրա դիրքը ու չստացվեց Պողոսյան դեպի առաջ փոխանցում է կատարում դարբասապահ Պողոսյան ու կրկին Պալերմոյի ֆուտբոլիստները կարողանում են այստեղ դուրս գալ պաշտպանությունից Չուխաջյան Պողոսյանն ուղարկեց գնդակը վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակը մտցրեց խաղի մեջ, բայց Մարտիրոսյանը այն կարողացավ հեռացնել Հիմա փոփոխություն Չելսիի կազմում Նալբանդյանն է վերադառնում խաղադաշտ փոխարինելով Հովսեփ Գևորգյանին Ոչ, ներողություն եմ խնդրում, Ռոման Կինոսյանը լքեց խաղադաշտը Տեսնենք Նալբանդյանը որպես թարմուժ ինչ Դա Չելսին Ալավերդյան այստեղ Հունանյանը կարողացավ դուրս գալ դարպասից ու վերցնել գնդակը այլապես մենք այլ հաշիվ հիմա կտեսնենք լուսատախտակի վրա, բայց Վայ Հունանյանը դա թույլ չտվեց Շուխաջան այստեղ շահեց դիրքը ու ստացավ Գրիգորյանից փոխանցում Արությունյան Արսեն Ասատրյան Գրիշա Գրիգորյանին է ուղարկում գնդակը վերջինս էլ ուժեղ փոխանցում կատարեց առաջ, բայց Պալերմոյի ֆուտբոլիստները փորձեցին հեռացնել, չստացվեց Գևորգյան, հիմա էլ Գևորգյանի հարվածը չի ստացվում այս խաղարկումից հետո
Անդրեասյան Չանցավ այստեղ Անդրեասյանի կատարած փոխանցումը Հիմա էլ խլեցին, բայց Պալերմոյի ֆուտբոլիստները գնդակը Սադաֆյան շարժվում է առաջ Պալերմոն, Արսեն Ադամյան այստեղ կարողացան Չելսի երկու ֆուտբոլիստներ շրջափակման մեջ առնել Ադամյանին ու խլել գնդակը նրանից իսկ այս փոխանցումը ուժեղ է Ալավերդյանի համար իհարկե Գևորգյանի կատարած ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հարված կլինի Պալերմոյի դարպասից խաղարկում է Մարտիրոսյանը գնդակը Ավակյանի հետ Ալավերդյանն է գնացել պրեսինգի ու իրենից այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Տաշչյանը կատարի եզրային նետումը բայց այստեղ չկարողացան գրող կազմակերպել Հարությունյանն էլ լերվից հարվածեց ու բարձր է ստացվում Հարությունյանի կատարած հարվածը հիմա փոխարինվում է Հարությունյանը ու Արմեն Ասատրյանն է վերադառնում խաղադաշտ Տաշչյան Ադամյան Շատ լավ նկատեց Զաքրեզում գտնվող խաղընկերոջը Ավակյանն է գնդակով բայց Ավակյանի կատարած փոխանցումը չանցավ իսկ սա խաղի կանոնների խախտում էր այո ու դեղին քարտ է ստանում Սադաֆյանը միտումնավոր խաղի կանոնները խախտելու համար Այո, չունե այլ տարբերակ Սադաֆյանը իսկապես անցել է արդեն մրցակից իրեն Արսեն Ասատրյան ու բավական վտանգավոր հակագրոհ է ստացվում Հիմա տեսնենք ինչ կլինի, բայց տարօրինակ որոշում այստեղ կայացեց Չելսի ֆուտբոլիստ Գևորգյանը ինչու չհարվածեց դարպասի ուղղությամբ Չուխաջյան փոխարկում է Դարպասապա Պողոսյանի գնդակը վերջինս է Գրիշա Գրիգորյանն է հասցեագրում ու Չելսին փորձում է սկսել երթական գրոհը Արսեն Ասատրյան շատ լավ փոխանցում էր, բայց եթե հուշեին Ասատրյանին, որ թիկունքից միանում էր Նալբանդյանը, ապա կարող էր թողնել գնդակը Նալբանդյանին Ասատրյանը, իսկ այդ դեպքում էլ ավելի ու ավելի վտանգավոր կստացվեր։ Չելսի հակագրող Ավակյան դեպի Աչեզր հետևեց փոխանցում Հովանեսյան վտանգավոր է ու ինչ է այստեղ չկա արդյոք 11 մետրանոց հարված կարծում եմ կդիտի մրցավարը կրկնապատկերը բայց առայժմ նշանակված չէ 11 մետրանոց հարվածը Արմեն Ասատրյան կրունկով փորձեց հեռացնել չստացվեց Ադամյան հարված ու այստեղ պաշտպանի վրա է ընդունում գնդակը Արսեն Ադամյան երկրորդ տեմպով է հիմա գրում Պալերմոն Աչեզրով Չուխաջյանը հիմա էլ փակեց գնդակի ճանապարհը բայց գնդակը մնացել է Պալերմոյի մոտ հիմա Գրիգորյանն էլ հեռացեց ու մրցավարը կդիտի այս դրվագի կրկնապատկերը Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Չելսի դարպասի ուղղությամբ այո կար խաղի կանոնների խախտում Հիմա շատ լավ հնարավորություն ունի Պալերմոն կրճատելու հանդիպան հաշիվը, բայց պետք է նախ այն իրացնել իհարկե վաստակելը բավական չէ Եվ եթե կարողանան հիմա Պալերմոյի ֆուտբոլիստները կրճատել հաշվի տարբերությունը վերջի մի քանի րոպեները պարզապես ինտրիգային կստացվեն Արսեն Ադամյանն է գնդակի մոտ դարպասում էլ Էրիկ Պողոսյանն է տեսնենք ով ավելի ուժեղ կգտնվի կամ մրցավարի սուլիչը Ադամյան հարված ու այո գնդակը հայտնվեց դարպասում 2-1 Պալերմոն 1 գնդակ կարողացավ ետ բերել
2-1 այո դիպուկ էր Արսեն Ադամյանը 11 մետրով նշակետից ու հիմա տեսնենք հանդիպման վերջին 5 րոպեներն են մնացել Իհարկե արդեն կգնա այս գոլից հետո Պալերմոն առաջ փրկելու այս հանդիպումը բայց Չելսին իհարկե այդ ամենը շատ լավ գիտակցում է իսկ երկու գնդակի առավելություն ունենալուց հետո չհաղթել այս հաղում իհարկե շատ բարդ է պատկերացնել Ունանյանը հիմա հեռացեց գնդակը դարպասից դուրս գալով Սադաֆյան բայց հիմա Պապիկյանն է գնացել պրեսինգի տեսնենք խլեց գնդակը այստեղ Ժիայ Պապիկյանը Պապիկյան բայց հերո թողեց իրենից գնդակ ու Պալերմոն փորձում է սկսել իր հերթական գրոհ իհարկե Չելսին հիմա ողջ կազմով գրեթե գտնում է Մրցակցի տուգանայինում, բայց Պալերմոն կարողացավ անցնել գրոյի ու վաստակում է այստեղ Ադամյանը եզրային ներման հնարավորություն Արսեն Ադամյան շարժում է առաջ, գուցե հեռվից փորձի Ադամյանը հարված բարձր ստացվեց այստեղ Ադամյանի կատարած հարվածը Տիգրան Չուխաջյան Պողոսյանին ուղարկեց գնդակ, այո, ճիմա չի շտապի Չելսին, բնականաբար, բայց ավելոր ինքնավստահությունն էլ պետք չէ, Ժիայ Պապիկյան այստեղ խանգարեցին Պապիկյանին ու գնդակը Պալերմոյի մոտ է, Սադաֆյան ուղարկում է Աշեզր գնդակը Հովանիսյանն է շարժվում առաջ, Արսեն Ադամյան հարված ու կրկին բարձր է ստացվում Ադամյանի կատարած հարվածը Նորից Պողոսյանը խաղարկում է գնդակը Չուխաջյանի հետ, այո գոլից հետո ակտիվացել է Պալերմոն, իսկապես փորձում են ամեն կերպ հավասարեցնել հանդիպանաշիով, բայց առայժմ Ադամյանի կատարած փորձերը բարձր ստացվեցին այս երկու դեպքում էլ, հիմա Պողոսյանը հեռացեց գնդակը Արսեն Ադամյան հիմա տեսեք որտեղ է նահանջել Ադամյանը ու սկսում է Պալերմոյի հերթական գրոհ Սադաֆյան կար այստեղ խաղի կանոնների խախտում, այո Փորձ է Ադամյանն էլ արագ խաղարկել գնդակ ու կորցրեց Պալերմոն այս դրվագում գնդակը Պողոսյան կրկին ուժեղ փոխանցում առաջ իսկ այստեղ Սադաֆյանը խախտեց խաղի կանոնները Ալավերդյանի դեմ պայքանում ու ստանդարտ կիրացնեն Չելսիի ֆուտբոլիստները Կա մրցավորի սուլիչը Գրիշա Գրիգորյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում ու այստեղ Մարտիրոսյանը հեռացեց գնդակը Եզիս կնետի Չելսին Պապիկյան Չուխաջյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ Գրիշա Գրիգորյանին տեսավ բաց գոտում Արսեն Ասատրյան ու թույլ չտվեցին Ասատրյանին այստեղ հարված կատարել Արմեն Ասատրյանը առաջին արձագանքեց գնդակի, բայց գնդակը մնաց Պալերմոյի մոտ Ադամյան թե Պապիկյան այստեղ բայց գնդակը Ադամյանի մոտ իսկ հետո Չուխաջյանը հեռացրեց Պապիկյան հեռացված է գնդակը Եզրային նետում կիրասնի Պալերմոն, Արսեն Ադամյանն է կրկին գնդակով Եվս մեկ եզրային նետում կտեսնենք, այո ողջ կազմով հիմա գրեթե Պալերմոն մրցակցի տուգանային հրապարակում է Չասեմ կիսադաշտում իհարկե կիսադաշտ ակնա երևում է, բայց հիմա Չելսին արագ պատասխան գրոհ է անցել Նալբանդյանից էլ կարող էր դառնալ այս հակագրով վտանգավոր, բայց թույլ չտվեցին Պալերմոյի ֆուտբոլիստները ու հիմա Նալբանդյանը իրացնի անկյունային հարվածը կա մրցավորի սուլիչը Նալբանդյան բարձից փոխանցում այստեղ չարձագանքեց ոչ ոք գնդակին
ու Հովանեսյանը ուղարկում է գնդակը Ադամյանի ուղղությամբ, վերջին գրոններից մեկը կարծում է վերջին գրով Պալերմոյի փոխանցում Արմեն Ասատրյանն է իմայլերացնում գնդակը եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է այս անչափ կարեւոր ու դրամատիկ հանդիպման ավարտը ի վերջո կարողացան խաղադաշտը լքել Չելսիի ֆուտբոլիստները վաստակած 3 միավորով Աղային շաբաթն էլ մեզ մոտ ավարտվում է այսքանով շնորհակալություն որ մեզ հետ եք այս ընթացքում բարի գիշեր ու ամենայն բարիք